Հայաստանի բոլոր քաղաքացիները համընդհանուր պարտադիր հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը նախկին մայիսի 1-ի պահանջի փոխարեն խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է օրենքի նախագիծը։ Այն վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք հայտարարագիր են լրացնում, այս տարի ներկայացրել է հեղինակը։ Բոլորը անխտիր ֆիզիկական անձանց է խոսքը վերաբերում, իրենց համար վերջնաժամկետը դառնում նոյեմբերի 1-ը։ Այսինքն կապ չունի մարդը առաջին անգամ է լրացնում, երկրորդ անգամ է լրացնում, իրենց բոլորի համար վերջնաժամկետը դառնում է նոյեմբերի 1-ը։ Նույն կերպ, ովքեր հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի, այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետը դառնում նոյեմբերի 1-ը, սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը։ Ընդհանրապես դրանից հետո հայտարարագրերի ներկայացման ժամկետ դառնում է մարտի 2-ից մինչև հուլիսի 1 ընկա ժամանակահատվածը։ Բոլոր այն անձինք, ովքեր մինչև հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը դիմել են նույնականացման քարտ ստանալու համար, նրանց համար հայտարարագրման վերջնաժամկետը կապվի ոչ թե նույնականացման քարտը ստանալու հանգամանքի հետ, այլ նույնականացման քարտը տպագրվելու հանգամանքի հետ։ Երևանի ավականու հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր 25 հարց։ Բնակելի շենք շինություններում աղբահանության վճարից կազատվեն, Արցախյան պատերազմների, Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված կամ անհետ կորած անձանց ընտանիքի անդամները, նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, միայնակ չաշխատող կենսաթոշակառուները եւ ամսական մինչև 10 կիլովատ էլեկտրաէներգիա սպառողները։ Այլ արտոնություններ եւս սահմանվել են։ Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսի 65 քառակուսի մետր գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար նախատեսվում է սահմանել 50%-ի չափով արտոնություն, իսկ կանատական բնակելի տների համար, քանի որ իրենց միջին մակերեսը ավելի մեծ է, 75 քառակուսի մետր գերազանցող յուրաքանչյուր մակերեսի համար 75% արտոնություն, ինչպես նաև առանձին կանգնած, այսպես ասած, ավտոտնակների համար, առանձին շինությունների համար եւս 100% արտոնություն։ Բնակարանների սեփականատերերի շուրջ 90%-ի համար աղբանության վճարը կտատանվի 300-ից 1000 դրամի սահմաններում, իսկ կանատական բնակելի տների համար միջինում 500-ից 1300 դրամի սահմաններում։ Նոր սահմանափակում մտցնելու առաջարկ շահումով խաղերի ոլորտում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Նարեկ Ղահրամանյանն առաջարկում է գովազդի մասին օրենքում փոփոխություններով արգելել խաղային ոլորտի գովազդները սահմանային անցման կետերում, ինչպես նաև 4 եւ ավելի աստղանի հյուրանոցներում։ Տարիներ առաջ արված փոփոխություններով նշված վայրերում գովազդի հնարավորությունը պահպանվել էր, սակայն падգամավորը գովազդի նկատելի եւ գերակշռող աճ է նկատել։ Հայաստանը համարվում է տուրիստական հետաքրքիր կենտրոն ամբողջ աշխարհի համար, թանգարանը այսպես ասած համարվում բաց երկնքի տակ, բայց պատկերացրեք տուրիստը մտնում է Հայաստան եւ օդանավակայաններում կամ սահմանային անցման կետերում ինքը առաջին բանը որ տեսնում է դա գովազդն է խաղային ոլորտի մասին եւ տուրիստները հիմնականում դրանից հետո գնում են հյուրանոցներ եւ հիմնականում բարձր աստղ ունեցող հյուրանոցներ, նույն 4-5 աստղանի հյուրանոցներ եւ ինչպիսի տպավորություն է ստեղծվում տուրիստի մոտ, այսինքն նա տեսնում է Հայաստան մտնելուց խաղային գովազդ, հյուրանոցում, որտեղ որ բնակվում է, տեսնում է խաղային գովազդ, ինչը տուրիստական գրավչությանը վնաս է հասցնում։ Падգամավորի խոսքով սահմանային անցման կետերում եւ բարձր դասի հյուրանոցներում պետք է առաջին հերթին Հայաստանի պատմամշակութային վայրերը եւ երկրի գրավչությունները բնութագրող նկարներ ու տեսահոլովակներ ցուցադրվեն։ Նախագիծն ըստ падգամավորի երկուսը մեկում է՝ մի կողմից խաղամոլության դեմ է, մյուս կողմից զբոսաշրջության օգտին։ Падգամավոր Նարեկ Ղահրամանյանի խոսքով նախագիծը քննարկել է օրենսդրի եւ գործադիրի գործընկերների հետ եւ կա կոնսենսուս։ Հաստատվելու դեպքում օրենքտուժի մեջ կմտնի այս տարվա հունիսի 1-ից։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել են առևտրային երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։ Կողմերն ընդգծել են էներգետիկ, պաշտպանության, ռազմավարական տեխնոլոգիաների եւ այլ առանցքային ուղղություններով գործակցությունն ամրապնդելու կարեւորությունը։ ԶԼՄ-ները գրում են, որ վերջին ամիսներին Հնդկաստանը քայլեր է ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելու ուղղությամբ, նվազեցնելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը եւ պատրաստակամություն հայտնելով ավելացնել ամերիկյան արտադրանքի գնումները։ Թրամփի վարչակազմից հայտնում են, որ Հնդկաստանն այն երկրների թվում է, որոնց հետ բանակցությունները Վաշինգտոնի համար առաջնահերթություն են։
Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $66.78։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ բարձրացել է 0.3%-ով, կազմելով բարելի դիմաց $62.81։ Ոսկու միջազգային գինն աճել է 0.2%-ով եւ մեկ ունցիա դիմաց կազմել $3435։ Բիտքոյնի արժեքը վերջին մեկ օրվա դրությամբ բարձրացել է 1.2%-ով եւ կազմել մեկ հատի համար $80512։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ ապրիլի 22-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 390 դրամ 13 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 448 դրամ 6 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 80 լումա։